ու ինձ ասացին դու կարաս ընդունես կամ ինֆեկցիոն կամ անեստեզիոլոգիա։ Այդ էթիկապես բավականին արգելված բան է։ Այստեղ ես նկատում եմ իր մոտ բիպոլյար պսիխոզի ինչ-որ sense բաներ։ Այդ եթե տենց հնարավոր է տենց բան սովորել, պատրաստ եմ գնամ ես սովորեմ։ Օրգանական խնդիրը մի հատ տենց գեշ խասյաթ ունի, կամ պրոգրեսիվում է, կամ ռեգրեսիվում է։ Դուրս ես գալու մի քիչ ավելի հեշտ կյանքով ուղղակի։ Բնակչության 99.99% տուն չի առել հələ։ Այդ արդեն դառնում է անտանելի շատ հոգեկառուցվածքների համար։ Լուծի, ես ձեռներս լվանում եմ։ Դուք սպասում եք այս օրվան։ Դուք սպասում եք, որ մեր շատերը գրում եք ինչի չեք կանչում, ինչի չես կանչում, ես հյուրին ինչի չես կանչում։ Կանչեցինք, եկավ։ Ու շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու իմ 1000 տարվա ընկերոջ հետ, մարդու, ով իմ աչքի առաջ երկու ռադիկալ տարբեր բժշկական ուղղություններ ընտրեց։ Այսօրվա մեր հյուրը ձեզ բոլորիդ հայտնի Այլ կարծիք ոդկասթի համահիմնադիր, գեղեցկուհի, մարդ, ով եղել է ակնաբույժ ու հետո դառել է հոգեբույժ Նելի Արսենյանը, բարև ձեզ։ Ողջույն Դավիթ ջան։ Նել, ես դաժե չգիտեմ հիմա դու որ կլինիկայում ես աշխատում։ Ես հիմա մասնավոր իմ պրակտիկան ունեմ հոգեթերապիայի։ Հոգեթերապիայի։ Դու հոգեբուժությամբ չես զբաղվում, թե՞ Պրակտիկ հոգեբուժությամբ չէ։ Այդ կարող ենք խոսել ինչու։ Հա, չէ, դու հոգեբուժ ես մասնագետ, ունի ոնց որ ես երիկամի քարեր շատ չեմ սիրում զբաղվել, բայց երիկամի քարերի հիվանդությունից օդիդո գաղափար ունեմ։ Հա։ Նել, մենք սաղս մեր մասնագիտությունը ընտրելուց ընտրում ենք հետո հենց այդ օկլետ մասնագիտությունը, օրինակ ուրոլոգ ես գնում ես անդրոլոգիա, օնկոուրոլոգիա կամ ուրոլոգիայի սոնոգրաֆիան ես սովորում, խիրուրգ ես գնում ես ինտերվենցիոն խիրուրգիա ես սովորում։ Դու ոնց կարես ակնաբույժ, հետո ասում եմ Նել կգաս ակնաբուժության մասին ոդկասթ նկանք, ասում եմ դա ես հիշում եմ 2 տարի առաջ այդ մանգան կգտնենք այդ պերեպիսկեն, գրում եմ Նել կգաս մեդքասթը նոր ենք սկսել, ասում եմ Նել կգաս 3 տարի առաջ ասում եմ Նել կգաս բան նկարենք, մոտ ոդկասթ ակնաբուժությունից մաս ասում դավ ես գնացել եմ հոգեբուժության օրդինատորը։ Այդ պատմի այդ ոնց եղավ։ Ես առաջի օրդինատորան երբ որ ընտրում էի ակնաբուժություն, այդ գիտես չէ, ցանկացած իրան հարգող բժիշկ այդ ընտրության առաջ կանգնում է թերապևտիկ թե քիրուրգիչեսկի մասնագիտություն շատ։ Բայց ես միշտ իմացել եմ, որ ամեն դեպքում իմը թերապիան չի, քիրուրգիան է հաստատ ու ակնաբուժությունը շատ դուրս գալիս էր իրականում իմ մի կեսը մնացել է հələ այդ վիրահատարանում։ Բայց նաև ամեն դեպքում հոգեբուժությունը էր հետաքրքիր, ծնողներս բարեհաջող հետ համոզեցին, երկուսն է բժիշկ են, հետ համոզեցին, ասացին դե լավ, այդ ինչի՞ տա պետք է այդ մասնագիտությունը, գնացի ակնաբուժություն, բայց մեկը չէր թողել այդ միտքը։ Չթողեց այնքան, մինչև հասկացա, որ չէ։ Չի թողելու։ Այսինքն դու միշտ ուզում էիր հոգեբուժ դառնալ։ Ես սկզբանե ուզացել եմ հոգեբուժություն ընտրեմ։ Այդ շատ հետաքրքիր է, ասեմ մեր վիրահատանից մի քանի հոգի կխնդա, որովհետև ես էլ ուրոլոգ չեմ եղել միշտ։ Ես ամիս ու կես սովորել եմ անեստեզիա ռեանիմացիա։ Լուրջ ես ասում։ Հա, ես չգիտեի։ Բայց ես աղքյանք ուզում էի ուրոլոգ դառնալ։ Գնացի Ռուսաստան, քննությունս 100-ից 100 ստացա։ Ու մենք ընդհանուր ցուցակով ենք օրդինատոր ընդունվում։ Ուրոլոգիայում 8 տեղ է, այնտեղ 40։ Ասի դե 100-ից 100 եմ ստացել, ուր ուզում կընդունում, դու մի ասում, դե կողքից բալեր կա, գիտական աշխատանքներ, որը Հայաստանում գրված է հաշիվ չի մենակ Ռուսաստանում, բայց ու ինձ ասացին դու կարաս ընդունես կամ ինֆեկցիոն կամ անեստեզիոլոգիա։ Ասի ես գնացել եմ Ռուսաստան, մենակ տղա, կայֆ, արևային Կրասնոդար, սիրուն աղջիկներ, բան, սենց չեմ ուզում հետ գամ Հայաստան, որ գնամ ուրոլոգիա, էլի։ Ասի մնամ դե լավ, իմ բախտն էլ սենց։ Ընդունվեցի անեստեզիոլոգիա, բայց անարդարության զգացումը կա, որտեվ ես ընդունվածներից շատերից քննությունս բարձր եմ ստացել ընդունելության։ Մեր մոտ օրդինատորան ընդունելության քննություն կար։ Այդտենց սկսեցի դռներ բողոքել բանման, մեկ էլ մի օր Իրիգունի նստած եմ, մի հատ Նատալիա անունով աղջիկա զանգում, միջև մեր իրան պարտական եմ Սոչիում, հիմա ինքը անեստեզիոլոգ է։ Звонит, Давид, здравствуйте, здравствуйте. Меня зовут Наталья Ронт, мինչև հիմա անազգանը հիշում եմ, я хочу изменить свою ординатуру, ասում եմ, я хочу в анестезиологию, можно махнуться местами? Осի ես կուծավատանեմ, ես ինչ բաներ բան, ու ամիսու կես հետո ես գնացի։ Հա, ես գնացի իմ երազանքի Իշու մեկը նստածում ոնց կա մարդ երազի ուրոլոգ դառնա, բայց իմ երազանքի հետո դե մարդիկ չեն պատկերացնում այդ ինչա։ Նել, բայց ակնաբուժական պրակտիկան քեզ հոգեբուժության մեջ օգնում է, հեչ։ Չէ, բացարձակ չէ։ Որ ասին հա։ Որ հակառակը լիներ կօգներ, սկզբից հոգեբուժականը լիներ, հետո ակնաբուժականը, բայց չէ։ Բնականաբար չէ։ Բայց ես բոլոր մեր հոգեբույժ հոգեբանով հյուր եկեմ, ես առաջինը հենց այդ հարցում տալի։ Հերոստացիցով ինչ որ մեկին նայում ես։ Կկարանաս ախտորոշ ես իր դիագնոզը։
ով էլ ասի հա ու կան տենց մասնագետներ, որ անում են տենց վիդեոներ, ամենայն հավանականությամբ ինչ որ այդքան էլ հստակ բաներ չի խոսում։ Ախտորոշել հնարավոր այն մարդուն, ով որ եկել քեզ քո հետ խոսացել է, ամեն ինչը պատմել է, հնարավորինս ամեն ինչը պատմել է։ Դու իր մասին ամեն ինչ գիտես, գոնե մի քանի կոնսուլտացիա հետ ունեցել ես ու նոր կարող ես ենթադրես իր հոգեկառուցվածքի մասին գոնե ինչ որ բան էլ չասեմ ախտորոշման։ YouTube-ի обзорները, որ մի հատ հոգեբան նստած է ու ասենք այդ էթիկապես բավականին արգելված բան է։ Ահա, ասենք ինչ որ մեկի ելույթն է նայում, ինչ որ բլոգերի ելույթ է նայում, պոդքաստ է լսում, սկսում է, «Ստեղ ես նկատում եմ իր մոտ բիպոլյար պսիխոզի ինչ որ sense բաներ, հա, դա Ինձ էլ միշտ դա հարց առաջացնում այդ որտեղ են։ Եթե տենց հնարավոր է տենց բան սովորել, պատրաստ եմ գնամ ես սովորեմ, բայց չէ։ Հա, բայց հնարավոր չէ։ Հոգեբուժությունը իմ դասախոսը միշտ ասում էր շատ բարդ է ինչով, որ երկու տեսակ անամնեզ կա։ Առաջինը այն ինչ որ ասում է հիվանդը, երկրորդը այն ինչ որ ասում է հարազատները։ Իրոքը տենց է, հիմա էլա տենց ու ոնց է սկսում քո դիագնոստիկան, ինչից է սկսում։ Նո առաջի հերթին բնականաբար այցելուի կամ հիվանդի հետ քննարկումից հոգեթերապիան դերյանը չի ենթադրում արդեն հարազատների հետ խոսակցություն, բայց հոգեբուժական անամնեզը միանշանակ ենթադրում է ու շատ հաճախ շատ տարբերվում է։ Այցելուն հիվանդը կարող է ասի դեղերը խմում եմ, հարազատները ասեն ես շուտվանից արդեն չի խմում, կարող է ասի ես շատ լավ եմ, ամեն ինչ անցել է, հարազատները ասեն բացարձակ ոչ մի բան էլ չի անցել, հələ մի բան էլ ավելի է վատացել, հենց որ հա այդ հարազատների հետ խոսակցությունը շատ պարտադիր է հոգեբուժական կոնսուլտացիայի ժամանակ։ Իսկ դու առաջինը հիվանդի խոսքի հետ ի՞նչն ես հաշվի նստում։ Եկավ հիվանդը նստեց, ասաց բարև ձեզ, ես չգիտեմ, դու կարողանում ես այդքան լսում ես, վերլուծում ես, թե դու արդեն շարժու ձևից, բարևի ձևից, միջանցքում նստած հայացքից։ Հոգեբուժական անամնեզը երևի թե բժշկության մեջ միակ անամնեզն է, որտեղ արտաքինը անպայման նկարագրվում է։ Մենք նկարագրում ենք ոնց սենյակ մտավ, ոնց նստեց, դեմքի արտահայտությունը ինչ էր հագած, եղանակին համապատասխան հագած էր թե հագած չէր, խնամված էր թե խնամված չէր արտաքին տեսքը։ Ուզում ասեմ, հա, այդ հենց առաջի պահից սկսվում է արդեն այդ դիագնոստիկ process-ը։ Այսինքն եղանակին համապատասխան։ Ես մեկ-մեկ սիրում եմ անձրևի շորտիկ հագնում։ Եթե գայր հոգեբուժական կոնսուլտացիայի։ Ամեն դեպքում կհարցնեինք, սա քեզ բնորոշ է թե չէ, եթե ասեր դե միշտ տենց ա եղել, օքեյ։ Չէ, սիրում եմ սվիտեր հագնում, շորտակը շորտային։ Կան հոգեբուժական ուղղակի հիվանդություններ, երբ որ հենց խնդիրը սկսվում է արտաքինի նկատմամբ ոչ ուշադիր լինելուց անվանենք դա տենց, հա, ինչ որ խնամքը, երբ որ էլեմենտար խնամքը, հա, սկսում է գնալով վերանա, չլվացվել, չսանրվել, հագուստը չփոխել ամիսներով։ Հիմա ես քեզ մի բան ասեմ, ուրոլոգիական պրակտիկայում երևի ուրոլոգիան այն քիչ բժշկական մասնագիտություններից է, որ անմիջապես հարմար հոգեբուժությանը, որովհետև ես շաբաթ չեմ ունենում, երբ որ հիվանդներին ուղղորդում եմ հոգեբուժի կամ հոգեթերապևտի մոտ։ Հաճախամիզություն, տարիներ շարունակ, չգիտեմ, այնտեղ ցավեր ու չգիտեմ, սենյակի չափ կիպա հետազոտություններ, որ այդ մարդը ցավերը որտեղից է, հայացք, տղամարդ է գալիս սենց քո հետ խոսալուց գնում գալիս է կամ հայացքը միշտ ներքև է ու չգիտեմ էրեկցիայի խանգարում որի տակ դու ման ես գալի հասկանում ես տագնապ կա ու կախվածություններ ու նմանատիպ շատ բաներ հենց գալիս են հոգեբուժությունից ու շաբաթ չկա ուղղորդում չկա ու դա շատ կարևոր է որովհետև արդեն պահ կա երբ որ բարևեց ինքը դու բարևից ու իր անամնես պատմելուց դու սկսում ես հասկանալ որ չէ այստեղ ավել եթե դաժե օրգանական խնդիր կա այստեղ պետքա որ ինչ որ մեկը այդ հոյակապա որ երիտասարդ բժիշկները արդեն ոնց որ ուզում են համագործակցեն հոգեբուժների հետ որովհետև հոգեբուժությունը բավականին եթե կարիքը կա որովհետև բավականին ստիգմավորված է հոգեբուժի մոտ ուղարկելը օրինակ մեր սիրելի նյարդաբանները շատ սիրում են հոգեբուժական պրակտիկային վերաբերող ինչ որ հարցերի մեջ իրանք զբաղվեն դրանով ուստեղ իրոք խնդիրը նրանում չի որ իրանք չեն կարող դրանով զբաղվեն խնդիրն այն է որ կարող են շատ բան բաց թողնեն դրա համար դու շատ ճիշտ ես ասում եթե կասկածը կա ճիշտ կլինի ուղղորդել հոգեբուժի մոտ օրինակ երբ որ մարդը գալիս ասում է 5 տարի հաճախամիզություն ունեմ դու նայում ես իր սաղ հետազոտությունները բուժումները անցելը մարդը օրգանական խնդիր եթե ունի օրգանական խնդիրը մի հատ գեշ խասյաթ ունի կամ պրոգրեսիվում է կամ ռեգրեսիվում է ինքը չի մնում նույն ձև չի կարա մարդը ասի 5 տարի է ես նույն խնդիրը նույն ձև ունեմ կամ վիճակը կտրուկ չեմ թեկուզ պարբերաբար վատան ինչ որ ընթացք պետքա տեսնես եթե դու այդ ընթացքը չես տեսնում դու արդեն հասկանում ես դաժե եթե դրա տակ եղել է սոմատիկ խնդիր սոմատիկ խնդիրը վերացնելուց հետո իր պսիխոսոմատիկ խնդիրը չի վերանալու տարական բան ես կլինիկական հետազոտություն եմ գրում միզապարկի լեյկոպլակիայի մասին ես կին կար
որ իրան պատուանից գցել էր ցիստիտի պատճառով։ Ինքնականության փորձ էր եղել, փառկաստու չէր մահացել ու հետաքրքիր լուրջ վնասվածքները չէր ստացել, ասաց ես չեմ կարա, ասաց ես չեմ կարող ամեն տուալետ գնալուց մտածեմ, որ ես հեսա ցավից բան եմ անելու, ու երբ որ դու իր այդ խոսում ես, դու հասկանում ես ինքը օրգանական խնդիրը ժամանակին ունեցել է։ Դու դա վերացնում ես, բայց ինքը անդադար սպասում է։ Նույնը օրինակ էրեկցիայի խանգարումներին է վերաբերվում։ Տղամարդու մոտ մի հատ չստացվավ, ինքը սպասում է, որ մյուսն չի ստացվելու։ Ոնց որ ես շատ խոսացի։ Հեսա կոմենտներում կգրեն թողեք դու յուրը խոսա։ Չէ, ինչի ոդկասթի իմաստը այնա, որ հարցազրույց չի։ Մենք սովորել ենք լսենք, երբ որ հյուր կա իրականում, չէ, այդքան շատ արդեն չեն գրում, բայց այդ ես էլ եմ էլի ուզում ասեմ, չգիտեմ, քեզ գրում են տերմինների, օտարելեզու բառերի համար թե չէ, ոդկասթի իմաստը հարցազրույցը չի պիտի հավասար խոսակցություն լինի։ Օրինակ քննարկում։ Դե հենց այդ է հարցը, որովհետև լիքը հարցում կարանք մենք համամիջ չլինենք, պետք է քննարկենք, ոչ թե։ Ով են էլին հոգեբուժարից դուրս բացես ասում։ 5 տարի հետո ոնց եք պատկերացնում ձեր կյանքը։ Ու Այս ինչից որ խոսացինք այդ ուրոլոգիական խնդիրների տարածվածությունից եւ այլն որ խոսացինք, այստեղ մի հատ շատ կարևոր հարց կա՝ տագնապ։ Արի հենց գնանք դեպի տագնապից խոսանք։ Ես այսքան տագնապային մարդ կյանքում չեմ տեսել իմ ամբողջ կյանքի ընթացքում, ինչքան հիմա եմ տեսնում։ Տագնապ, ինչից է դա։ Դեպրեսիա, բայց տագնապ, շատը տագնապային խանգարումով մարդիկ, ովքեր մի սթից ախտորոշումը սարքում են պատմություն կենտրոնանում են այդ ախտորոշման վրա, ասում հա ցավը տանբախսկի օրինակ HPV վիրուսը, ասում բնակչության 80%-ն այդ վիրուսն ունի, բայ մոտ քաղցկեղ առաջանալու։ Ասում դրա հավանականությունը այսքան է, հետո դու արդեն գիտես, որ HPV-ն ունես, պետք է բարբերաբար կգաս կնայենք 2 տարին մեկ արի մի հատ կնայենք, տեսնենք ինչն ինչոց է։ Ու մարդ հետ 2 տարին չի ապրում։ Ինքը սպասում է հաջորդ check-up-ին։ Ինչի է դա տենց դարձել ու ոնց պետք է այդ հարցը լուծել։ Ինձ թվում է, այդ տենց է դարձել, որովհետև այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, եթե համեմատենք մեր ծնողների իրականության հետ, ավելորդ ինֆորմացիան շատ-շատ է, որը նպաստում է այդ տագնապին։ Մեր ծնողները ինֆորմացիային աշխարհի մասին ունեցեն, մոտավորապես իրանց շրջապատը, մեկ էլ դրանից մի քիչ դուրս։ Հեռուստացույցով ինչ իմացել են, դա էլ շատ տենց ֆիլտրած ինֆորմացիա եղել։ Հիմա դու մտնում ես Instagram կամ ցանկացած այլ սոցցանցեր ու գնաց ինչքան վատ է ամեն ինչը, ու մոտ ոնց է ամեն ինչը, ոնց որ գիտես, անընդհատ դու ինչ-որ ինֆորմացիոն հոսքի մեջ ես։ Այդ ինֆորմացիան Instagram-ում էլ հակառակ կողմն է, գիտես, ընդեղ էլ ոնց որ բոլորի մոտ ամեն ինչը իդեալական ու լավ է, իսկ քո մոտը տենց չի, որովհետև ընդեղ ինչ-որ իդեալական կյանք են ցույց տալիս, իսկ դու ապրում ես քո իրական կյանքի մեջ, որտեղ ամեն ինչը այդքան էլ տենց չի, նայում ես ուրիշի կյանքին, հարցեր մոտդ առաջացնում, բա ինչի մոտը տենց չի, դա էլ է տագնապ առաջացնում, որ ինչ-որ բանից հետ է մնում, հա, այդ FOMO-ն օրինակ 30 տարեկան 4 հատ բիզնես չունեմ, 5 հատ Lamborghini, հա։ Տուն չեմ առել, կամ ասենք, չգիտեմ, ինձ 1001 հատ վարդ չեն նվիրել, դա էլ տագնապի շատ մեծ տոկոս է։ Ու դժվար է այդ մարդուն բացատրել, որ 30 տարեկան բնակչության 99.99%-ը տուն չի առել հələ, որը որ Instagram-ում չկա։ Այդ չառնողը չի գալիս ամեն օր պատմում նրա մասին, որ ինքը հատուն չառավ։ Ու դրա համար ինքը ապրում է կամ այդ ով ինչ է իր համար ընտրում, կամ այն իրականության մեջ, որ ամեն ինչը վատ է, հեսա երկիր մոլորակը քանդվում է, կամ այն իրականության մեջ, որ ինքը բոլորից հետ է մնում։ Այդ լարվածության մեջ, եթե մի հատ էլ ավելանում է ինչ-որ ցանկացած ավել նոր ինֆորմացիա, արդեն քեզ վերաբերող, հա, այդ կարող է լինի ինչ-որ հիվանդության մասին ախտորոշումը, անձնական խնդիր, ֆինանսական խնդիր, ուտեղ արդեն պայթում է։ Ամեն ինչից էլ կարող է պայթի այդ զգացողությունը անկանխատեսելիության ու անկառավարելիության, ու որ քեզնից ոչ մի բան կախված չի։ Իրականում մարդուն շատ դժվար է դրա հետ, որովհետև նախ մեծ աշխարհում, հա, մենք բոլորս ունենք մեր միկրո աշխարհը, ինչ որ մեր անձնական տարածքում է կատարվում, կոպիտ ասածում, մակրո աշխարհը։ Այն մակրո աշխարհը ընդհանրապես վերահսկելի չի, այդ ու տենց ամեն օր ինչ որ ինֆորմացիա է ստանում, այսօր որտեղ պատերազմ սկսեց, քո միկրո աշխարհում քեզ թվում է, որ դու գոնե այնտեղ ինչ որ վերահսկողություն ունես, այնտեղ էլ որ ինչ որ բան փոխվում է, այդ արդեն դառնում է անտանելի շատ հոգեկառուցվածքների համար։ Օրինակ իմ Instagram-ում, Facebook-ում ես մյուտ եմ արել բոլոր բժիշկներին, բոլորին։ Ինչի՞ է ընկերներից բան, որտեվ այդ ինֆոն որ գալիս է, մեկ-մեկ մատուցվում է, ես չեմ ասում ես իդեալական եմ մատուցում, հա, բայց մեկ-մեկ ինձ է գալի, քո մոտ այդ երրորդ կուրսի սինդրոմն է զարթնում։ Դուք նկատում եք, որ ձախ ոտքի վրա եք զարթնում, հա։ Հա 99.999% դեպքերում ձեր մոտ բան է, նորմալ է, բայց 9% դեպքերում չգիտեմ բանի, հա, ձախ ոտի քաղցկեղ է ձեր մոտ, դրա համար շտաբ դիմեք բժշկի։ Դες ես միշտ ինչ եմ ասում, օրինակ մարդ ով ունի կանցերոֆոբիա,
իր ուշադրությունը ունես Անտանելի կանցերոֆոբիա ունեմ։ Իր ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա։ Ինքը ոնց էլ չլինի գալու է պատմի, որ ես հենց մտնում եմ Instagram կամ ում հետ շփվում եմ, ամենտեղ մի բան կա։ Հետո երբ որ իր հետ ավելի մանրամասն ես խոսում, կարող է պարզվի, որ ինքը ասենք այդ ռիլերը թերթել է 5 ժամ, այդ 5 ժամից մի հատ ինչ որ ռիլ իր մոտ ցույց է տվել, որ ինչ որ մեկի մոտ քաղցկ եղա, իր մոտ արդեն ստեղծվում է տպավորություն, որ всё բոլորի մոտ քաղցկ եղա, ոնց է չի այն 5 ժամը, որ այնտեղ լրիվ տարբեր բաներ են եղել, որ աշխարհը տարբեր է, ինչ որ ուրիշ ինֆորմացիա էլ կար այնտեղ, բացի քաղցկ եղեց, ինքը չի նկատում ուղղակի։ Կենտրոնանում է դրա վրա։ Եթե դու ունես տագնապային կենտրոնացում, դու կենտրոնանալու ես քո տագնապի թեմայի վրա։ Ես եմ իմ հոգեբանը։ Ուրեմն ես մարդ եմ, որ 3 տարի թերապիա անցել ու մեծ սիրով էլի կանցնի։ Ես իմ թերապևտի հետ պայմանավորվել եմ, որ ես պետքա շուշուտ գամ, որովհետև իմ գործի բնույթը նենց է, ու քո գործի բնույթը նենց է, որ մարդիկ իմ մոտ լավորից չէ, լավ բանով չեն գալի։ Այսինքն մարդը գալիս է, նեգատիվը sense on քեզ դավոջան, էսի քեզ, էսել քեզ, էսել վրադիր քեզ, լուծի։ Պատասխանատվությունը։ Այդ եմ ասում, լուծի, ես ձեռներս լվանում եմ։ Հա։ Ու դու ախտորոշես, դիագնոզը դնես, բուժես ու այդ ամեն ինչը այնքան է կուտակվում քո վրա ուսերիդ, որ իրիկունը գալիս ես տուն կամ ինչ-որ բան ասում, դու ոչ մի բանի հավես չունես արդեն, ու թերապիան օգնում է բանից դուրս գալու։ Հա, իդեպ ասում ես 3 տարի թերապիա եմ գնացել եւ 6-րդ ամսից դրա մասին հանրային խոսացել եմ, որովհետեւ ինչ են մարդիկ չեն ուզում թերապիա գնալ, դու ասա։ Այ դրա տակ քո ասածն է, հատկապես տղամարդիկ շատ մեծ խնդիր ունեն բարձրաձայնեն, որ ոնց որ այդ ես ինքս չկարողացա իմ հարցերը լուծեմ, ինձ մասնագետ պետք եղավ։ Այդ ինչ հարցեր ունեմ, որ չեմ կարողam լուծեմ, որ ինձ մասնագետ է պետք, էդ էլա շատ ստիգմավորված են, ես գիժ չեմ, որ գնամ մասնագետի մոտ, այդ արտահայտությունը, ու նաև ոնց որ գիտես, ոնց ինչ որ թուլության բանա տպավորություն է թողում շատերի վրա, հատկապես տղամարդկանց մոտ, չնայած շատ փոխվում է, շատ ուրախ եմ, որ շատ փոխվում է հիմա։ Թերապևտիս հետ գիտես ինչ եմ արել։ Իմ մոտ լուրջ կասկած էր, դաժե տագնապ էր հասնում, կասկած էր նոր մեքենա գնեմ, թե չէ։ Մտածում էի, հաշվարկում էի բան, լուրջ նստել ենք, թերապիայի կեսը, զայ պրոցիվ ենք արել, ես ավտո առնեմ, թե չէ առը։ Շնորհավոր։ Հա, բայց ամփորձան։ Հա, ապրես շատ։ Հարցը հենց այդ է, որ թերապիան անպայման պետք է չեթաս ասես, որ ես բան թերապևտը քեզ կարող ուղղություն ցույց տա։ Հենց դա ցանկալիա դրան չհասնի, որ բանը բանից անցել է ու սենց չգիտեմ ինչ հարցով ես գնում։ Օբյեկտիվ չոր հայացքը քո ներքին, քո արտաքին աշխարհի, որ քեզ ուղղորդում է, որ Էսի սենց, էսի տես դու ստեղ ըլ մի հատ էլ դու սենց մտածի, դու սենց կանեիր այդ մարդու հանդեպ թե չէ։ Դու ասում ես հա էլի եսը չէի անի։ Հա։ Այդ շատ ճիշտ ես ասում, ոնց որ համ կողքից հայացքա, համ էլ գիտես շատերը ասում են, որ ոնց որ եթե գնամ մասնագետի մոտ, նես պարզեն, որ ինքը ինձ լավ գիտի ինձ ինչա պետք անել։ Ոնց կարա ինքը ավելի լավ իմանա, ես ինչ պիտի անեմ իմ կյանքի հետ։ Այդ երևի թե ամենամեծ սխալ պատկերացումն է հոգեկան առողջության մասնագետի մասին առհասարակ, որովհետև միանշանակ ամեն դեպքում ոչ մի նորմալ կրթությունով թերապևտը ոչ մի խորհուրդ ու ուղղորդում չի տալու։ Ես ներվենանում էի, որ գնում էի, ինձ ասում էր ասում էր ինչ անեմ, ասում էր չգիտեմ։ Չէ, ասում է, էսի սենց, իսկ դու ինչ ես մտածում դրա մեջ։ Ադու ես մտածում չի գաստա։ Այդ դրա իմաստը հենց այն է, որ մասնագետը մենակ ունի պատկերացում առողջի անառողջի մասին, այսինքն ինքը բռնում է որտեղ ես դու ինչ որ անառողջ պատերների մեջ ընկնում, կողքից չներգրավված հայացք, որտեղ եթե դու քո process-ի մեջ ներգրաված ես, բնականաբար դու չես նկատում, մեկ էլ ինչ որ գործիքներ, որոնցով քեզ կարող է օգնի։ Հաստատ ինքը ավելի լավ չգիտի ոնց դու պիտի ապրես, քեզնից խելացի չի, կյանքի ճշմարտությունը չի բարձել իր համար։ Ինքն էլ թերապևտ ունի, պարտադիր ունի, ընդ որում ամենաշատը ինքը կարիք ունի թերապևտի։ Տնես իմ թերապևտը ինձ ինչա պատմում իր թերապևտի։ Կարող է եւ չի պատմում, այդ բացարձակ փաստ չի, որ բոլոր այցելուներից պատմում։ Ինքան լավն է։ Այստեղ նաև կարևոր է այդ, որ մարդիկ, հանրային մարդիկ, ովքեր դիմում են թերապիայի, իրանք իմ կարծիքով պետքա բարձրացնվի, որովհետև օրինակ նույն ես նիհարել եմ ու ոչ մեկին գաղտնիք չէ, դու վիդեո ունի դրա մասին, ես նիհարում եմ GLP-1-ի ագոնիստով, հա։ Եթե բժիշկը դիչ խոսա դրա մասին, ով պետք է խոսա։ Եթե ես իմ օրինակով չեմ կարող ապացուցել, որ ես այսքան տարի ճարպակալման դեմ պայքարում եի ու հոп ինձ աշխարհը նվիրեց պայքարի լավ ձև, հեշտ ձև։ Խիկ բարթացնում է կյանքը։ Եթե որովհետև ես տենում եմ մարդիկ, ում ես ուղղորդում եմ հոգեթերապիայի, ասում են, բժիշկ, որոշեցի հենց մի քիչ սպասեմ։ Ասում եմ ինչի, ասում եմ ես մի հատ իմ մեջ հասկանամ, բան, սկսում են մեդիտացիաներ, յոգաներ, բան, բայց մարդը փախնում է։ Ինքը փախնում է իր խնդրի մեջ մնալուց, լուծում գտնելու ճանապարհներից։
Բացի փախուստից, գիտես, այդ միշտ ինձ էլ է զարմացնում, ընդհանրապես երբ որ կա խնդիր, երբ է պետք դիմել նախ մասնագետի, հա, երբ որ կյանքի որակին կա խանգարող խնդիր։ Օրինակ, ասենք, չգիտեմ, փոքր բաներից վերցնենք, հա, անգամ առանց ախտորոշումների, պերֆեկցիոնիզմ, օրինակ։ Զզվելի բան է։ Շատ զզվելի բան է ու կյանքին համարյա բոլոր բժիշկները ունեն։ Այդ մենք առաջի կուրսից մտնում ենք, մեզ այդ սովորացնում են։ Կյանքի որակին շատ խանգարող բան է, համաձայնվի։ Այդ դրա հետ ապրելը, հա, օքեյ, 5 տարի ավել հաստատ հնարավոր է ապրել, բայց փաստացի ինքը խանգարում է կյանքի որակին։ Ես այդ դիմանալով ապրելը միշտ չեմ հասկացել։ Այդ պերֆեկցիոնիզմը ասես մարդիկ կան, չէ՞ որ հպարտը պետք է պերֆեկցիոնիստ է։ Հա, օքեյ, ինչ-որ բայց այդ լավ չի։ Շատ վատ բան է։ Բայց այդ շատ վատ բան է, այդ գերազանցիկի սինդրոմը, այդ դրա մեջ ոչ մի դրական լուրջ ինքնակննադատությունը ինչ որ անառողջ է, այդ ամեն ինչի մեջ ոչ մի դրական բան ու առողջ կետից չի հաստատ։ Պերֆեկցիոնիզմն էլ առողջ կետից չի հաստատ իր հարցերը արժի լուծել։ Որովհետև այդ պերֆեկցիոնիզմը նույն բժշկության մեջ, նույն հիվանդների պարագայում մեկը գալիս ասում է անալիզն ինչ բակտերիա կա, ասում եմ ինչ գանգատ ունես։ Ոչ մի ասում եմ գնա ապրի։ Ասում եմ բայց բակտերիա կա, ասում եմ հա ցավը տանեմ դու սիմբիոզ ես այս երկրագնդի վրա։ Ձեր շենքի հետ ծառ կա։ Ասում ենք ո՞ց բացատրեմ քեզ։ Մենք սա ասես կենթանական աշխարհում սիմբիոզ ենք։ Եթե ծառը քո արևը չի փագում, մենք իրան չենք կտրում։ Եթե այդ բակտերիան քեզ չի խանգարում, ու եթե ինքը ինչ որ մահացու բակտերիա չի որ տարիներ շարունակ հետևանքներ կարա թողի, ասենք գանարեա չի։ Ահա մենք իրան ձեռ չենք տալիս։ Բակտերիա ինքն իրեն քո իմունիտետը կզբաղվի իրանով, ինքը ցենտր համակեցություն կստեղծեք իրար հետ, բայց էդ էլ է պերֆեկցիոնիզմի ինչ-որ ձևը, որ օրինակ մաքուր անալիզ տեսնի։ Դե դու ոնց որ թե բան ես արել, քո պերֆեկցիոնիզմի հարցերը բավականին լուծել ես, որ չես ընկնում դրա հետևից։ Չէ, ես մեկ-մեկ օրինակ այդ պերֆեկցիոնիզմը վիրահատարանում է քեզ օգնում, աշխատում, ես մեկ է դա ստեղ արդեն ստոպը պետք է տաս։ Բայց այս մի հատ անոթնել որ չէ, դա ստե ստոպ դու, որովհետև արել ես, լավ ես արել, արդյունքը կա արդեն, շատ լավ է։ Այս մի հատին որ գնացիր, բարձրացնում ես ռիսկը քո բարդություն կլինի։ Դու սարի վիրահատարանես։ Ընդհանրապես այդ շատ լավ նկարագրեցիր, իրական ցանկալի այդ բնավորության բոլոր առանձնահատկությունները գուցե ոչ թե լրիվ վերացնել, այլ ուղղակի դարձնել կառավարելի, որ ոչ թե պերֆեկցիոնիզմը քեզ կառավարի, այլ դու կառավարես իրան։ Պերֆեկցիոնիզմին։ Երբ որ ուզենաս, երբ որ համարես, որ պետքա միացնես, երբ որ բռնես պահը, որ պետքա անջատելու, էտա քո մեջ խոսում, անջատես։ Ու այդ թերապիան այդ դրան է օգնում։ Հետո գիտես ես նաև միշտ ասում եմ հնարավոր չի մարդուն սարքել այդ որ ասում են կգամ ուրիշ մարդ դուս կգամ բայց ես ինձ իմ բնավորության բաց իմ տրավմաները ինձ օգնել են հաջողությունների հասնել ես կյանքում ու ինչ որ տենց արտահայտությունները երբեք հնարավոր չի մարդուն հիմա քո այդ 15 մասնագետ էլ աշխատի դու ուրիշ մարդ չես դառնալու որովհետև քո ձեռքից հնարավոր չի վերցնել օրինակ քո աշխարհ հայացքը քո արժե համակարգը քո անձի կառուցվածքը հա հնարավոր է մի քիչ կորեկցիայի ենթարկել որ քեզ լինի քո ընտրությունների հետ ավելի հեշտ այդքան բան որ դու կարողանաս ինքդ քո ներսում ավելի հաշտ լինես քո պատկերացումների հետ կամ գոնե թե հասկանաս ինչ կետից է գալիս քո այս կամ այն ընտրությունը ու դրա հետ լինես հաշտ։ Այսինքն ոչ թե ինքը ինչ որ ենթագիտակցական process-ները քեզ կառավարեն, այլ գիտակցական։ Ու այդ արդեն լրիվ ուրիշ կյանքի որակ է։ Այստեղ բացարձակ հարցը նրանից չի, որ դու պիտի գնաս թերապիա 3 տարի հետո դուրս գաս լրիվ ուրիշ մարդ։ Դու դուրս ես գալու մի քիչ ավելի հեշտ կյանքով ուղղակի։ Դե հենց դա պիտի սովորես, ապրես։ Քո կոպիտ ասած քո հոգեկան կառուցվածքի հետ։ Դու քո հետ պետք է ինչ-որ ներդաշնակության հետ, հա, ընդունման հետ։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրէաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Կստացի, քեզ որպես հոգեբույժ, այս վերջերս շատ հետաքրքիր այդ մենք որ խոսում ենք սոցցանցերից ու ընդհանուր այդ ամեն ինչից, մարդկանց նաև այդ ասացինք այդ իդեալական կյանքը նաև այդ իդեալական կյանքի ձգտումն է։ Օրինակ, ասում է, օրինակ
մեկ-մեկ խորանում եմ, էլի իմ համար ինչն է երջանկությունը։ Մարդիկ կան, չէ, խորանում է երջանկությունը։ Հա, տներ, մեքենաներ, բանման, ու սենց վիդեոներ է անընդհատ։ Խորանում ես, որ քո համար вообще այդ երջանկության այդ գաղափար չունի, հա։ Էդի դու այդ զոնայում չես, որտեղ օրինակ ոնց ճիշտ բացատրեմ, տունել ունեմ, մեքենա ունեմ, բայց իմ երջանկությունը լրիվ ուրիշ տեղ է, որ տունը չլներ, մեքենան չլներ, այդ երջանկության զոնան ուրիշ ձև է։ Մարդկանց ոնց ցույց տաս իրանց երջանկության զոնան, որտեղ են իրանք երջանիկ, որտեղ ոնց փորձես գտնես այդ ամեն ինչը։ Դա գիտես, ինձ թվում է այդ Մասլոուի պիրամիդան եթե վերցնենք, այդ երևի թե ամենալավ նկարագրողն է այս process-ը, պահանջմունքների, հա, մարդը ինչ որ этаպներ է իրականացնում իր կյանքում, այն բազայինը, այ հենց քո ասածն է ապահովության զգացողություն։ Հիմա ինչ որ մեկի համար այդ ֆինանսն է, ինչ որ մեկի համար տուն, մեքենա, բայց միևնույն է, այդ ամեն ինչը պատտվում է հաստատ այն առաջի երկու ամենաշատ этаպների վրա, որտեղ դու ստեղծում ես քո համար բազային ապահովության զգացողություն։ Ինչքան ավելի քիչ է եղել այդ ապահովության զգացողությունը կյանքի ընթացքում, ինչքան ավելի դատարկ կետից ես կոպիտ ասած գալիս, այնքան ավելի շատ ես կենտրոնանալու այդ դեֆիցիտը լրացնելու վրա։ Ինչ որ պահ գալու է ամեն դեպքում ցանկալի է, հա, նկատել, որ այդ դեֆիցիտը լրացվեց։ Հիմա օրինակ եթե դու ֆինանսական նենց վիճակում լինեիր, որ չկարողանայիր ընտանիքիդ կարիքները ապահովել, ինձ թվում է ամեն դեպքում ինչ որ չափ պտտվելու էր երջանկությունը այդ դրա շուրջ։ Երբ որ այդ հարցը լուծել ես, ընդհանրապես ցանկալի է, այդ ես միշտ ասում, որ այդ չպիտի լինի ստատիկ մի պատասխան ամբողջ կյանքի համար։ Եթե քո 20 տարեկանում քո համար պատասխանը գուցե տուն, մեքենա, ընտանիքին ապահովելն է, նորմալ է 35-ում այդ հարցը նորից քեզ տալ ու ունենալ ցանկալի է արդեն ուրիշ պատասխան։ Ու ինձ թվում է այդ ինչ որ մի հատ հարց է, որի հետ պիտի բոլորս միշտ ինչ որ փորձենք անդադ այդ հարցը մեզ տանք, էլի։ Բայց անընդհատ նայ, ինչից ես կարող եմ ասես բաց խոսամ, էլի։ Ես բժիշկ եմ աշխատում, ես կայֆ եմ ստանում իմ գործից։ Ես այն քիչ երջանիկներից եմ ես երկրագնդի վրա, որ առավոտը մի ժամ է շուտ եմ զարթում, հա, ես էլ անեմ, հա։ Հա, շուտ անեմ, բանանում գնամ գործի, ես չեմ նարվենանում, չեմ ջղայնանում, հա, ինչ որ մանր հանգամանքներից չեմ, ես չեմ տանջում, ես կայֆ եմ ստանում իմ գործից։ Ինչ որ պահի եկավ տղեկը բա դավ փողոց աշխատում, չէ՞ ուզում հատ է գործ տնես, բիզնես տնես, բան։ Ինչ որ միտքեր նստեք գլխիս մեջ, որ եթե ես փող եմ աշխատում ու կարող եմ ինչ որ բան հետ գցեմ, խի ես մի հատ օրինակ խանութ չեմ բացում, որ ավելի շատ փող աշխատեմ։ Որտես պատտվեց այդ միտքը երևի մի քանի ամիս գլխիս մեջ, ու սա նայում եմ, կարող եմ այդ տուրիստական բացեմ, կարող եմ այդ ծաղկի խանութ բացեմ, կարող եմ այդ մարքեթինգ էջենսի բացեմ, ան դնեմ սփին։ Կամ ինչ որ մի բան, այ հետո ինչ որ պահի հասկացա, որ դա նու նաֆիգ ես ուզում եմ մինչև 80 տարեկան մտ գամ առավոտը վիրահատեմ, իրիկունը գնամ տուն, այսրայից ու փող ստանամ դրա համար, այն ինչ որ ինձ հասանելիք է իմ արած աշխատանքի դիմաց։ Այդ գիտես ինչից է, որովհետև դու կարողացել ես քո հարցին ինչ է իմ համար երջանկությունը պատասխան տաս այն ինչ որ քո մասին է, ոչ թե ուրիշներից վերցրած։ Այդ եմ ասում, էլի, հա, բայց ժամանակին իմ ուղեղում էր նստած, որ ոնց չէ, բայց բիզնես ջեթ չունենամ։ Իսկ համաձայն չես, որ այդ եղել է այն նրա հետևանքով, որ դու քո տեղում երջանիկ ես քո ընտրության մեջ։ Կարող է։ Օրինակ, եթե դու հիմա լինեիր անեստեզիոլոգիայի մեջ կամ ֆարմ կամպանիայում, չէ՞, ճիշտ եմ, չէ՞, հիշում որ դու դեռից ես սկսել, արդյոք այդքան քո համար միանշանակ էր լինելու այս հարցի պատասխանը։ Չէ, բայց երևի թե ես այն ժամանակ իմ հարցի պատասխանն է, ես ինչ եմ ուզում։ Դու կարողացել ես քո այդ անկեղծ լինես ուղակի։ 10 քեզ հարց ու այդ հարցին 10 պատասխան։ Ֆարմ կամպանիայում աշխատելուց օրինակ ես մաքսիմալ կոմֆորտ էի ստանում, մի բարձր աշխատավարձ, կոպիտ ասած մեքենա կար տակս իրանց տված, շոր պայստիկ էին ծնվում, որ հա ուրիշները ես մի անգամ դες խոսում ենք երջանկությունից, բաներ TED Talk-ի նման բաներ ու teach for Armenia-ի համար էր ոնց որ խոսում ենք, ասում եմ ժողովուրդ կայֆ է, չէ, որ ստանում ես օրինակ sense այսքան աշխատավարձ, մեքենա ունես, տարին երկու անգամ Եվրոպա ես գնում բանման Սա հա բան շատրի համար ասում եմ իսկ ես էդի մի օրում ասիստենցիոն որտեղ ես կայֆ չես գում հա այդ գիտես ինչից է համելդավինսում ամեն մարդ ինքն իր այդ պիտի անկեղծ լինի այն հարցով ինքը ինչ ակնկալիք ունի իր կյանքի ամեն ասպարեզից ցանկալի այդ հարցերը տա հա հարաբերություններից ֆինանսներից ինչ որ մարդ կա ով աշխատում է փողի համար ու արժի դրա հետ լինել անկեղծ որ ինձ երջանկացնում է երբ որ իմ փողը այնքան է ինչքան ինձ պետք է եթե այդքան չի այդ ինչ մասնագիտություն է ինչ գործ է ժամը քանիսին եմ գնում գործի ընդհանրապես էական չի իմ համար, երջանիկ չեմ ես։ Ինչ որ մեկը աշխատում է սոցիալիզացվելու համար։ Հիմա դու աշխատում ես ուղղակի քեզ քո տեղում զգալու համար, փաստացի ասում ես, որ այդ այն է, ինչ որ եթե ընդհանրում քո աշխատավարձը հիմա օրինակ կրկնակի պակաս լինի, դու մեկը զբաղվելու ես բժշկությունով։ Ինքնքում շատ բան չի փոխվի դրանից, հա։ Սենց ասեմ էլի, որովհետև քեզ դուր է գալիս process-ը քո աշխատանքի տեսակը։ Ու դու գտել ես քո անկեղծ պատասխանը։ Իմ ու քո տեղը կարային վստահ եմ, որ գիտես գոլեգաներ լինեին նստած, ովքեր ատում են այն process-ը, որը որ դու ես սիրում, հենց այն նրա համար, որովհետև ֆինանսը այնտեղ քիչ է։
համեմատվում են իրանց ընկերների հետ։ Քանի ժամ ես վիրահատարանում անցնում, ասկասում, վստահ եմ լիքը։ Ինչքան պատասխանատվություն ունես դու այդ վիրահատարանում։ Աշխատում ես միգուցե հավասար կամ ավելի քիչ, քան այն մարդիկ, ովքեր այդ պատասխանատվությունը հեչ չունեն իրանց կյանքում։ Դե հենց այդ է հարցը, օրինակ վերջերս ընկերոջս հետ խոսում ենք Ազատի, ինչ-որ բարդ դեպքեր է գալի, ասում դու զգացես, մենք էշի պես այդ բարդ դեպքերից կայֆ ենք ստանում։ Ասում հələ նայ ջան, հələ սկատել նայ, ես հեսա պետք է անենք, ու մեզ կայֆ է տալի, որ մենք նստում վերլուծում ենք էդի ոնց պետք է անենք, ու մենք էդի անում ենք։ Ուրեմն վերջերս խորացել ենք, որ մենք չենք խորանում, թե այդ վիրահատությունից կոնկրետ օրինակ այդ բարդ վիրահատությունից մենք ինչքան փող ենք ստանալու։ Որտեղ մեր համար կայֆ էր, որ դա անենք, ու հիվանդանոցով մեկ ֆռամ ասում գիտեք ինչ արինք նոր։ Այդ արի ընդունենք, այդ էգոյի ինչ որ մասա շոյում, լավագույն առումով, ու քո բավարարվածությունը դու տեղից ես ստանում։ Ինչ որ մեկի էգոն երրորդ մեքենան է շոյելու։ Հա, բան չասես։ Առանց գնահատական տալու, իրականում արժի ինքը իրան հարցնի, ինչի է տենց արդեն իր կյանքի 40 տարին տենց։ Հարցի մյուս կողմն է, հա, բայց ամեն դեպքում եթե անկեղծ պատասխանային ա, որ այդ երրորդ մեքենան ոչ թե ես նրա համար եմ առնում, որտեվ ձևը տենց է, որովհետև շատ մարդ դա ընկնում է, օրինակ, չգիտեմ, անձնային կրիզիսի մեջ կամ առհասարակ այդ հարցի պատասխանն է, ինչն է իմ երջանկությունը, հա, այնքան չի գտնում, որ սկսում է կողքից օրինակներ վերցնի։ Նայում է քեզ, տեսնում է երկրորդ մեքենան է առել, ուրախ է։ Դե երևի ուրախությունը դրա մեջ է։ Գնամ ես էլ առնեմ, երևի ես էլ ուրախանամ։ Զգում եմ ոնց որ չուրախացավ։ Հետո գնում օրինակ ամուսնանում երեխա ունեն, հետո երկրորդին է ունենում։ Մտածում եմ որ դա երևի երջանկություն ընտանիքի մեջ է։ Զգում եմ ոնց որ ընդեղը չգտավ։ Ու այս ամեն ինչը նրա մասն որ ուրիշի սցենարները երբեք չեն կարող երջանկացնել։ Մեկ պրոստը նստի եւ մի 15-20 րոպե հայլո դեմը, ասի ես ինչ եմ ուզում ես կյանքից։ Ու կարողանա իրան տա հարց ու ստանա անկեղծ պատասխան, դա է շատ դժվար իրական, որովհետեւ մեկ-մեկ պատասխանները դուրս չեն գալիս։ Հա, դե ինչ կարող է մարդկա ասում ես կայֆ եմ ստանում, ուզում եմ PlayStation խաղալ, հա։ Կամ ես իրականում ամուսնացել եմ ու երեխա եմ ունեցել, բայց կարայի եւ երևի թե չանեի։ Էդ է շատ դժվար պատասխան։ Լավ պատ, այդ հարցն էլ եմ ես ինձ տվել։ Ես միշտ sense սցենար եմ գծել, ասում եմ, բա որ լավ, ես ամուսնացած չլինեի, երեխա չունենայի, շատ վախենալու սցենար է իմ համար դառնում, հա, որովհետեւ ոնց երեխա ոնց։ Դե տես, դու տեղ հասկանում ես, որ դու ճիշտ տեղում ես, բա պատկերացրա, այդտեղ մի հատ էլ զգաս երջանկության զգացողություն, որ ինչ թեթև կլներ։ Դե հա, շատ կայֆ կլներ։ Բայց դա գալիս է գումարվում է կանցերոֆոբիան։ Որ քեզ չի թողում ապրեսը դին, էլի։ Հա, ինձ թվում է մեկ-մեկ որ սաղի մոտ ամեն ինչ որ լավ վիճակ է գալիս, որ գալիս է։ Այդ կոմոդ բժշկականից է սրվել կանցերոֆոբիան, այդ երրորդ կուրսի թե նոր բան է։ Միշտ տարբեր բաներ ա եղել, հա։ Ինֆեկցիոնի կուրսում քանի ոգի եկում սպիդի անալիզ տալի։ Մարդկա ոչ մեկ անգամ չեմ տվել։ Դրանից ելնելով էլի նկատի ունեմ ոչ թե պարտադրված։ Հա, ասում դիքը մարդկա, բանը, ասում խոսքի դասողս ասում չպաշտպանված սեռական ակտ ունեցել ես կուրսեցիկից մեկից ասում չէ ասում խես ու սպիդի անալիստա ոչ վիրահատված շատ գիտեմ ասում այնքան խոսացիք ուզում եմ գնամ անալիստա դու ունեցել ես այսինքն այդ երրորդ կուրսի սինդրոմը լսի չէ մեր երրորդ կուրսում պատվիզ էինք անցնում մենք էլ էինք պատվիզացում երրորդ կուրսում այդ երրորդ կուրսում գիտես երբ եղել որ երրորդ կուրսում անցել ներքին հիվանդություն է մեր չորրորդ կուրսում այդ եղել լավ ունեցել ես չէ մերն էլ է իմն էլ է չորրորդ կուրսում եղել ես չեմ ունեցել չեմ ունեցել հիմա պրոստը որ դեպքերը շատ ալ նո չնայած sense ասում եմ ֆիզիոլոգիան որ անցանք հորմոնները որ անցանք այն ժամանակ հիշում եմ սկսեցի չգիտեմ որոշեցի վանաձև գեղձը պարտադիր ստուգեմ այդ ֆիքսացիան հիշում եմ դրա վրա բայց ուրիշ բան չեմ հիշում միշտ լնում ա տես բաներ որ օրինակի համար սկսում ես մտածել չէ ես պրոստը որ դեպքերն եմ շատ տեսնում հա դե իհարկե ու այդի սկսում ես ֆիքս բան անել գնաս դեպի այդ ֆիքսացիան որ ոնց 30 քանի տարեկան տղայի օնկոլոգիայի մոտ է հա այս ոյ շաբաթ երկրորդն է այդ բժշկության մեջ այդ պարնի էֆեկտն է կա չէ որ անընդհատ շոր մի շաբաթ վրա նույն դեպքից ու շատ բարդ դեպքից գալիս է իսկ ինչ ես անում որն է քո կոպինգը կիսվի մեր հետ այդ պահին վերլուծում եմ այսինքն գնալ անալիզ հանձնել այդ բաները չես անում ասում եմ սպասի այս տղան ինչ սիմպտոմներ ունի ինչ ունի չգիտեմ ինչ որ գոյացություն է շոշափում պատահական է հայտնաբերվել, չգիտեմ ինչ արել, հետո ասում հետո ասում վայ պատահական է հայտնվել, դա ջան դու 3 ամիս առաջ խոսքի չեքափ ես անցել, շա հանգստացի ապրի։ Հա դե չէ, քո գոյակապ կառավարելի է։ Հա, բայց ժամանակին ինքը կառավարելի չէր։ Հա։ Ինքը գնում էր կատեի։ Հասկացա։ Դա շատ հիվանդներ կան։ Որ գալիս են դու ուզում ես, ախր գիտես վատը որն է Հայաստանում աշխատելուն, էլ որ դու կարաս մարդուն ասես քեզ ոչ մի բան պետք չի ինքը մտնի կողքի կաբինետ ու իրան այսպես հագցնեն, հա, այսպես պետք է ցույց տամ, էլի ես էդի, հա, որ դու ասես չունես դու պրոստատի բորբոքում, ինքը սենց չի լինում, ինքը գիրքը բացում ես, ասում ես կարդա, պրոստատի բորբոքումը իր մեջ բան, ինքը մտնում է կողքի կաբինետ, ասում է, դա հիմնականում հետ այդ հոգեուզական ֆոնի խնդիրներն են, որ դու ասում
այդ քո փորիտակի ցավը թերապևտի հոգի թերապևտի տարի քննարկի էլի Մենք հասկանք երբ առաջանում, գեր լարում, որ դու խորանում ես, ասում եմ, ինչ-որ լարված, ջղայնացած, սիգնալ տվեցին, գործի տեղը շեֆը գոռաց, եթե ավելի շատ կապված է դրա հետ, քան ինչ ես կերել այսօրի, հա։ Բայց ինքը մտնում է կողքի կաբինետ, կողքի ուրոլոգին, ասում են, հո, քո մոտ պրոստատիտ այն երկու բակտերիան են գտնում, ու սկսում են տարիներով բուժել։ Կամ էլ իր տագնապն են գտնում, ասում են դե դա հանգստացնելու ձևը, շատ բժիշկներ կան, ասում են, հետո կհամաձայնես, որ ասում են դե մի բան նշանակենք, թողել չգա։ Կամ հետազոտություն ա ուզում, ուղարկենք հետազոտության, այսինքն մաքսիմալ սկսում են մասնակցեն այդ կոպինգի, այս կոպինգի համար ինչի հարցրեցի։ Սնեն ու տեղից այդ մարդը դուրս չի գալու։ Եթե դու գտնում ես ձևը ոչ թե առերեսվելու քո հետ խոսալու, գալու են եզրակացության, որ չեմ մի րոպե ինչ որ ոչ օբյեկտիվ կետից է այս ամեն ինչը, այլ այնտեղ ինչն է Google-ը, chat հիմա ChatGPT-ի հետ խոսալը։ Ջնջած է սաղեայիները մոտիցս։ Ճիշտ է սարել։ Ու ընդհանրապես вообще բոլորին խորհուրդ եմ տալիս ոչ մի ախտորոշում ChatGPT-ի հետ չքննարկել։ Ոչ մի հարց չարժի քննարկել, ճիշտ ես ասում։ Ու այդ դուղակի շարունակում ես այդ շղթան չես կանգնացնում։ Տագնապեցիր, գնացիր, խոսացիր, անալիզ տվեցիր, տեսար նորմալ է, հանգստացար։ Հաջորդը ծնվում է։ Հաջորդը ծնվում է։ Մեկ էլ հոп մի հատ խոլ տեսավ, գնաց դերմատոսկոպիայի։ Հետո ChatGPT-ին հարցեց ի շկապ ունի մաշկի թրթռալը այս խալի հետ, այնի ասում է ոնց է չլինի, հա, ոնց է չլինի մի հատ խնդիր է գտնվում 5000 ախր մեր հիպերդիագնոստիկան էլ է խնդիր, բե անգամ Թամյան Գևն էր ստեղ, նենց լավ բան պատմեց, ասաց մենք ունեինք սկրինինգային անալիզ քաղցկեղի տեսակար անունը չեմ հիշում, հանկական քաղցկեղի տեսակար, որ սկրինինգ էին անում։ Ու աշխարհով մեկ սկսեցին ինչ-որ սկրինինգ անել Հայաստանը այդ թվում։ Հասկացա, որ մահացությունը բարձանում է։ Տուպը մի բանի հաշվին, այդ քաղցկեղի տեսակը մինչև մի տարեկան ինքնաբուժվում է։ Բայց դու սկսում ես փոքր տարիքից ագրեսիվ բուժում մի բանի հանդեպ, որը մի փոքր տոկոս մենք կորցնում ենք բալիկների, ցավոք սրտի, բայց մի ահռելի տոկոսի տանում ենք բուժման, ովքեր ինքնաբուժման էին գնալու։ Հա։ Չեմ հիշի քաղցկեղի անունը, իդեպ կարակ գտնեք իմ ու Գևորգ Թամամյանի հաղորդումը, մեր մոնտաժորներին խնդրենք ստե լինքը դնեն, դեռ ինքը ավելի մանրամասն է պատմում։ Սկրինինգը հանեցին։ Կիբերդիագնոստիկան շատ մեծ հոգեբուժության մեջ էլ է շատ մեծ խնդիր։ Հիմա այտենց պոպուլյար դարձել են, չէ՞, ամեն երկրորդին չորիլեր է նկարում, եթե դուք ունեք այս 3 բանը, ուրեմն դուք նարցիստիկ անձի խանգարում ունեք կամ ինչ-որ տենց բաներ ու գնալով ինչ որ պոպուլյար բաներ են, դիագնոզներ են հայտնվում, բաներ հիմա արդեն աուտիկ սպեկտրն է։ Հիմա արդեն դա պոպուլյարը։ Մինչև ADHD-ին երկբևերներ։ Ինչ որ տենց տարբեր բաներ։ Բիպոլյար փսիխոզի մասին հոգեբուժության ցիկլին, այդ երկբևեր փսիխոզի մասին պրեզենտացիա էի սարքել, ու այդ պրեզենտացիայում կար Ջոշուա անունով ստենդափ կոմիկ, ով իդեալական պատմում է ինչա բիպոլյար փսիխոզ է։ Ինչ որ մեկը երազում է իմանա, պրոստը տղու ստենդափներ են նայեք, ինքը Փսիխոզի մեջ իրան տանեցիկին ասում էր նկարեք, երբ որ անկման ժամանակը գացինք, հենց ստենդափ էր կարդում իր փսիխոզի մասին, շատ խնդալու է։ Չի կարա մարդը, երբ որ առավոտ ուրիշ տրամադրություն ունի, երեկոյան ուրիշ, ասի ես բիպոլյար փսիխոզ ունեմ։ Դժը վիրավորական է հիվանդների նկատմամբ։ Մի բան ասեմ, բիպոլյարը երկու տեսակի է լինում, այդ մանիակալ ու հիպոմանիակալ։ Այդ տողմոտ մանիակալն էր, հա։ Մանիակալը անհնար է չնկատել, էլի, այդ չի կարող նենց լինի, որ հանկարծ ինչ որ մեկը կամ դու նկատած չլինես, որ բայց հիպոմանիան, այ հետ հնարավոր է խառնել լավ տրամադրության հետ։ То есть դու կարող ես ունենալ զգացողություն, որ դու չէ՞ դեպրեսիվ ես, հետո լավ ես, բայց իրական ոչ թե լավ ես, այ հիպոմանիակալ ես, հետո էլի դեպրեսիվ ես։ Ուտեղ բուժել դեպրեսիա, բաց թողելով են, որ այդ վսյոտիկի դեպրեսիա չի, երկբևեռ է։ Բայց քո ասած մանիան անհնար է չնկատել, էլի, այդ եթե կյանքում գոնե մի անգամ եղել է, դու այդ բաներն էլ արձինատորներ, այդ մի անգամ որ տեսնում ես, դրանից հետո անհնար է խառնել ինչ որ ուրիշ բանի հետ։ Այդ շատ գրքային է, էլի, հա, մանիան հենց որպես։ Բայց հիպոմանիան, հա, հնարավոր է միանշանակ բաց թողնել։ Խոսացինք դեպրեսիայից, տագնապից գնանք դեպի դեպրեսիա, հասկացանք ինչն է սնում տագնապը, իդեպ տագնապային խանգարումները բուժվում են հոգեթերապևտ, հոգեբուժների ու սերոտոնինի հետ զախվածի ինգիբիտորների միջոցով, հա, այդ մի հատ շատ կայֆ ռիլեր կա հոգեբուժներն են ռուս նկարում, ասում է դու ինքդ քեզ կարաս քո, դու ինքդ դու ես քո հոգեբուժ, ասում է ես ինքս ինձ սերոտոնինից հետ զախված անեմ։ Մարդկանց որ բացատրես, հա։ Իդեպ ես միշտ այդ բացատրում եմ, ասում եմ նախ
այդտեղ երկու տերմին կա անտիդեպրեսանտ ու հոգեմեդդեղ, երբ որ իրանք գալիս իրար խառնում են, բացատրում ես, չէ, դե պսիխոտրոպ դեղ չի անտիդեպրեսանտ։ Երկրորդ ասում ես անտիդեպրեսանտը ոնց որ սեղանի տակի ոտիկ լինի։ Քեզ չի թողում այդ պայն վատանաս, մինչև դու կդզվես։ Մինչև սկսի հոգեթերապիան աշխատի։ Դա շատ կարևոր է նշելը, որ այդ կաստիլը, ժամանակավոր կաստիլը, որը որ հետո պիտի հանվի։ Դու պիտի սովորես քայլես ինքնուրույն։ Դե հենց այդ եմ ասում, բայց առանց անտիդեպրեսանտի դա անհնար է։ Դու թերապիան չես անցալի։ Չէ։ Բացար, եթե դու եկել ես նախ այդ անտիդեպրեսանտը նենց չի որ տխուր եղար, 2 շաբաթ հետո օքեյ, լավ, այդ սիմպտոմատիկան կա, դեպրեսիան ախտորոշվեց, նախ պետք է հասկանալ ինչ ստադիայի դեպրեսիա է։ Այդ հակադեպրեսանտը նշանակվում է միջինից ծանր գնացող ու ծանր դեպրեսիաների ժամանակ էլի սկսվողին ոչ մեկ հակադեպրեսանտ չի նշանակում։ Եթե բան եկել է հասել է արդեն նշանակելուն, եթե հոգեբուժը ձեզ ասում է, որ հակադեպրեսանտ է պետք խմել, այդ նշանակում է, որ մարդը, ով որ միջին ու ծանր դեպրեսիայի մեջ է, իրան ոչ այդ հոգեթերապիան է պետք, ոչ այդ արի քո էմոցիոնալ ակտիվացիայի վրա աշխատենք, ոչ այդ է իրան պետք լինելու, իրան ոնց էլ չլինի ասելու են, որ պետքա ֆիզիկապես ակտիվանալ, ինքը դրան բացարձակի վիճակի չի։ Էլ չասեմ, որ այնտեղ սուիցիդալ մտքեր ու մնացած կյանքի իմաստի կորուստ ինչ թերապիայի մասին է խոսքը։ Հակադեպրեսանտը մինչև չսկսի աշխատի, անիմաստ է առհասարակ մտածել է հոգեթերապիայի մասին։ Այ երբ որ սկսեց աշխատել, այդ ժամանակ արդեն քիչ-քիչ պիտի մարդը իմանա, որ դուրս իրանք ինչա սկսում են իրան շատ լավ զգան, իրան շատ դուր է գալիս, մեկ էլ կյանքի գույները, կյանքի գույները վերադառնում է, ասում է ես արդեն լավ եմ, առանց հաշվի առնելու, որ այդ հակադեպրեսանտը պիտի հանվի պարտադիր, էդ էլ որովհետև շատ մարդիկ կան, ասեն գալիս են, ասում են ես 5 տարի է հակադեպրեսանտ եմ խմում։ Եթե ինչ-որ կոնկրետ տենց, չգիտեմ, բան չարորակ դեպրեսիայի մասին չի խոսքը, մի քիչ 5 տարին հասկանալի չի, էլի, ինչի է 5 տարի, ինչը չի աշխատում կողքից։ Այդտեղ մենք խորացանք մի անգամից, բայց հետ գանք, էլի։ Մեզ շատ եմ տենում մարդիկ, որ հա ես դեպրեսիայի մեջ եմ, ես դեպրեսիայի մեջ էի, հա, դաժե մի տեսակ ինձ թվում է, դա ոնց որ ինչ-որ, հա, դիաբետով հիվանդվա, ես դիաբետի մեջ եմ, չգիտեմ, հիպոգլիկեմիկ կոմայի մեջ էի, դուս եկա, ոնց որ տենց ինչ-որ մեծ արտահայտություն է, ինձ ինֆարկտ խփեց, հա, չնայած արտահայտությունը կա, ինձ ինֆարկտ ստացա։ Այստեղ նել ոնց պետք է մարդը հասկանի, ինքը ռեալ դեպրեսիայի մեջ է, թե ուղղակի տրամադրություն չունի ինքը։ Եթե 2 շաբաթից ավել ու 2 շաբաթից սկսած, հա, սիմպտոմատիկան պահպանվում է, սիմպտոմատիկա ասելով տրամադրության անկում, երբ որ ինչ-որ բաները ուրախացնում էին, սկսում է չուրախացնի, էներգիայի բացակայություն, ախորժակի բացակայություն, քնի խանգարում, ինչ որ արդեն սոմատիկ դրսևորումներ, մարմնի ցավ, հոգնածություն, ինչ որ տենց բաներ, հա, սոմատիկ դրսևորումների տեսանկյունից արժի դիմել մասնագետի։ Վատ տրամադրությունը 2 շաբաթ անփոփոխ, որ ասենք քեզ թվում էր, որ դե լավ գնամ ընկերներիս հետ հանդիպեմ, կարող անցնի, չի անցնում։ Գնամ, չգիտեմ, ես ինչ բան անեմ, անում ես չի անցնում, որ պիտի որ ուրախացներ։ Սկի ի վիճակի էլ չես գուցե այդ բանը անես, որովհետև դու օրինակ նկատում ես, որ օրվա վրա դու զորով ես տնից դուրս գալիս։ Ֆիզիկապես դու վատ ես, դու ֆիզիկապես քեզ համոզում ես, ընդ որում ստեղ պետք է նշել, որ կա ֆունկցիոնալ դեպրեսիա, դու կարող ես շատ ֆունկցիոնալ պահպանվի, այն ինչ որ դու անում ես քո կյանքի ընթացքում, հա, ֆունկցիոնալը պահպանվի, բայց դու զգում ես ինչ դժվարությամբ ես այդ անում։ Ու ստեղ հարցեն չի, մենք բոլորս էլ ունենք մենք օրեր, որ զորով ես վեկանում գնում աշխատանքի, օրեր։ Եթե 2 շաբաթ շարունակ դու այդ ամեն օր քեզ համոզում ես, որ արի վեկանան գնանք աշխատանքի ու դրա հետ մեկտեղ կա, հա, մնաց դե հոգեբուժը եթե դեպրեսիա չգտավ գործը կարելի է փոխել, չէ, դե բայց մենակ այդ գործինը չի, օքեյ, ուրեմն եթե այդ գործը դուրդ չի գալիս, գործից հետո պիտի տրամադրություն բարձրանա, գնաս ընկերներիդ հետ հանդիպես։ Ինչ որ բան պիտի ուզենաս, դեպրեսիայի խնդիրը նաև նրանով որ դու սկսում ես ոչինչ բան չուզենաս։ Այն ինչ որ քեզ ուրախացնում էր, այն ինչի մեջ որ դու էմոցիա գտնում ես, ցանկությունները առհասարակ կյանքի հետ կապված իրանք իսպար վերանում են։ Դու զգում ես, որ քո հետ ինչ որ բան են, չի որ դու սենց չէիր, կոպիտ ասած, ու ինչ որ բան հիմա կատարվում է։ Ու իրականում, հա, ինքը կարող է զգացվի որպես վատ տրամադրություն, բայց մի քիչ վատ տրամադրություն, որը որ 2 շաբաթից ավել է անփոփոխ 24/7, արժի մի հատ ստուգվել։ Երբ հարազատը կարա զգա, այս արտահայտությունը շատ ենք լսել։ Ինքը ինքան լավ էր տրամադրություն, բան, չգիտեմ, ինքը բան եղավ։ Դե վատ բանը մենք ուղղակի խոսում ենք կանխարգելման ու շուտ հասկանալու մասին, disclaimer։ Երբ հարազատը հասկանա, որ իր հարազատը հնարավոր է ինքնասպան գործի կամ այդպես մտքեր ունի, դաշ եթե չի արտահայտվում, չի կիսվում, լավ տրամադրությամբ գնում է գործի գալիս է տուն, այդպես դեպքեր լինում են, չէ՞, լավ տրամադրությամբ գնաց գործի գնաց տուն, մեկ էլ մի օր ցավալի լուր ենք լսում։ Իրական ստեղ մի քիչ դժվար դաշտ ենք մտնում, որովհետև ամեն դեպքում
ֆունկցիոնալ դեպրեսիայի մեջ հաստատ հնարավոր է բաց թողնել ու այդ բազմաթիվ աստղերի մասին մենք այդ պատմությունները գիտենք, չէ՞ որ 3 գործի էր, հա։ Ես այսօր Չեսթերի համերգն էի նայում, իմ սիրած խմբերից մեկը Linkin Park-ն է, այտենց իմ կյանքի երազանքներից մեկն է Չեսթերի Живой տենը։ Դեռ մտածում եմ որ տատուիրովկեն իրա պետք է ձեռիս անեմ, մահացավ էլ չեմ ուզում անեմ։ Ու ես իրա վրա ջղայնացած եմ, շատ զայրացած եմ, որ ինքը բան եղավ։ Որտեղ դրանից 2 շաբաթ առաջ ինքը համերգին ռեյվ էր անում, գմփցնում էր այտենց ստադիոնը, ահա։ Այ հիմա է դրա մեջ ինչքանով է հնարավոր կողքից նկատել մի քիչ հարց է, բայց ամեն դեպքում ուշադրություն դարձնել հաստատ կարելի է նրա վրա, որ օքեյ ֆունկցիոնալ է։ Տրամադրությունը ոնց է, ներգրաված, չի իրան նման է, թե իրան նման, չի ուրախանում է, նենց ոնց ուրախանում էր այս ինչ բաների վրա, թե անում է անելու համար։ Այս ամենայն հավանականությամբ հնարավոր է նկատել, հա, այն որ գործի է գնում, պրոստը գործի գնալու համար։ Իրան մնար տնից դուրս չեր գա, անում է զորով, հա, կամ հետաքրքրությունների շրջանակը նեղացել է, էմոցիոնալ դիապազոնը նեղացել է, այնտեղ ինչ որ տարբեր էմոցիոնալ բան չկա, դրսևորումներ չկան, հա, ոնց որ ինչ որ փայտացած, ինչ որ սառած վիճակում լինի մարդու էմոցիոնալ դաշտը։ Այս բաների վրա հաստատ արժի ուշադրություն դարձնել, բայց ամեն դեպքում ինչի համար է դեպրեսիան վտանգավոր, որովհետև այդ անցումը մտքից մինչև գործողություն կարող է չբռնես։ Դրա համար շտապ դիմելը, հա, որովհետև դու կարող ես սկսես ուղակի վատ տրամադրությունից ու այդ հետաքրքրությունների բացակայությունից ու ինքը դա չկա սրոկեր չունի էլի, հաստատ 2 ամիս հələ տենց մնալու է, տենց բան չկա, ինքը շատ արագ կարող է դառնալ ուրիշ ստադիա։ Ու երբ որ Չեսթերից խոսքը գնաց, դեռ նաև հանրությունը կապ ունի, որովհետև պատճառներից մեկը իր ինքնասպան դա ֆանատների կողմից հեյթներ։ Հեյթը անտանելի։ Ախր մարդը չի հասկանում, որ ինքը ինչքան է մեգա աստղ է, ինքը մարդ է։ Երբ որ կոմենտներում կարդում է ես զզվում եմ քեզնից, դու ծախվեցիր, դու բաներ, հա, մահի ինչ որ բաներ ու մանավանդ արտիստը ում հոգեկան աշխարհը առանց այն լրիվ ուրիշ ձև է նկարած ու նուրբ է, ինչն էր պատճառը, Չեսթերը ալբոմ էին բաց թողել, որտեղ Linkin Park-ի հին երգերի նման երգեր չկար, ու ձանձրալի ալբոմ է, ինձ չի դզում։ Հա, բայց իրեն ինտերվյուներից վերջի ինտերվյուներից մեկում ասում էին ֆանատները չեն հասկանում, որ ես մեծացել եմ։ Ես էլ չեմ կա 20 տարեկան տղու երգեր գրեմ, ես գրում եմ 40 տարեկան տղամարդու երգեր։ Հա, ու դու պետք է քո ֆանատները քո հետ պետք է մեծանային, բայց որոշները չեն մեծացել ու դրա պատճառներից մեկը է դու զգում ես քո անպետքությունը, կյանքը իմաստը տեղ կորցնում է։ Իրականում այդ դեպրեսիայի մեջ նաև էականը այնա, որ հասկանալ պատճառը։ Ամեն դեպքում ինքը միշտ ես միշտ ասում, տագնապն էլ դեպրեսիան էլ մինչև պատճառը չհասկանաք, ինքը չի լուծվի։ Այդ տեղերով ինչ որ հոգեթերապևտիկ գործիքներով հնարավոր է իրան կարգավորել, բայց պետք է հասնել խորքային պատճառին, եթե էնդոգենի մասին չի խոսքը, պսիխոտրավմայի մասին չի խոսքը, ինչ որ կորուստ կամ աղետ, հա, ինչ որ PTSD, ինչ որ մի բան է եղել, մնացածը պետք է հասկանալ պատճառը։ Ուրեմն այնտեղ միգուցե պետք է կյանքը քանդել նորից հավաքել, քանդել հասկանալ ինչը չի աշխատում, դեպրեսիան, տագնապը ու նմանատիպ բաները շատ սիրում են աճեն այդ հուզական դատարկության ֆոնին։ Երբ որ իմաստ չկա, գլոբալ էլի իմաստ չունես, ինչ որ տարբեր էմոցիաներ չունես, նպատակ չունես, միապաղաղության մեջ ես, էլի, այստեղ հարցը նրանում չի, որ ռուտինա է կյանքը, այ երբ որ գլոբալ բռնվելու բան չունես կյանքիցդ կամ երբ որ ինքը քո մասին չի։ Այդ տագնապը շատ սիրում է ծաղկի այն իրականության մեջ, որտեղ դու ապրում ես ֆեյքելով շատ բան։ Ինչ որ կառուցել ես այդ շատ հաճախ մարդկանց այդ այցելներից կարելի է հենց այդ միտքը լսել։ Ամեն ինչ լավ է։ Ով նայի կողքից կասի իմ կյանքը իդեալական է։ Ես ամեն ինչ ունեմ, ես էլ եմ հասկանում, որ ես ամեն ինչ ունեմ, բայց ես երջանիկ չեմ։ Այսինքն ինքը մտկով հասկանում է, բայց չի զգում։ Ես եթե չի զգում, դա երջանկություն չի։ Մենք ողջ ենք զգալով։ Մարդը ողջ է, քանի ինքը ինչ որ բան զգում է, ոչ թե հասկանում։ Սիդդհարթա Գաուտաման Բուդդան առաջի ոնց հասկացավ ինչու ման Նիրվանան էլի, իսկ իր երջանկությունը, ասում է ես 40 օր նստեցի ծառի տակ, ոչինչ չկերա, ու ես տխուր եմ, երջանիկ չէի, հետո ասում է ես գնացի բաների որգրամոլության տրվեցի ամեն ինչ կերա, ես էլի երջանիկ չէի, ու ասում է ես մի փոքր բրինձ կերա, ու զգացի երջանկությունը, այսինքն ինքը գտավ մի հատ միջին մակարդակ, որտեղ ինքը այդ երջանկությունը գտավ։ Վերջի հարցը որ կուզեմ տամ, նախավերջի։ Շատ ցենց կարևոր հարց է։ Արդյոք մեր բոլոր խնդիրները մանկությունից են։ Չէ։ Բացարձակ չէ։
բանը պսիխոանալիզը լավ բան է Ֆրեյդն էլ Յունգն էլ ես լիքը հարցերում իրանց հետ համաձայն եմ իրանք ճիշտ էին բայց մի քիչ դրանից հետո հոգեբանությունը աճել է էլի Իրվին Յալոմ կա այս աշխարհում նու բացի իրանից էլ էլի հեղինակներ կան ովքեր մի քիչ ուրիշ բաներ են մեզ պնդում չէ հաստատ ամեն ինչ մանկությունից չի Եթե մարդը երջանիկ մանկություն է ունեցել ու 20 տարեկանում գնացել է պատերազմ ապրես օրինակ է կամ անհաջող չգիտեմ հարաբերություններ ա ունեցել որ իրան լրիվ քանդել են այդ դրա մեջ շատ երջանիկ մենք ինձ թվում է բոլորս ունենք մեր շրջապատում շատ երջանիկ ընտանիքներից մարդիկ ովքեր դուրս են գալիս ու չգիտես ինչ կախվածություն է օրինակ սկսում էլի հա հեչ մանկության հետ կապ չունեցող բան է էլի ամեն ինչը մանկության վրա գցել հաստատ չարժի ոնց է այլ կարծիքում գործերը լավ Հիշում եք որ ես դες հյուր եկա գիտեի ֆեմինիստական շոուը հա կողից տպավորեցավ երկու աղջիկ իրար հետ խոսում են դի ֆեմինիստական շոու պետք է լինի Դե լավ հուսով եմ կարծիքդ հիմա փոխել ես Չէ հիմա բարբերաբար նայում եմ ձեզ ավելի լսում եմ մեքենայի մեջ մի քանի հատ ոդկաստ կա որ բարբերաբար լսում եմ մեկը քո հետ է մեկ մի ոդկաստերն է ներքևն է իդեպ Նարեկն Ամիրխանյանը չգիտեմ քոնը դրանից հետո դուրս կգա թե դրանից առաջ բայց Նարեկը հիմա ներքևը քոլ անում հա ու շատ հետաքրքիր զրույց կլինի դու իմ հաղորդումն նայած կաս չէ Երեք գիրքը որ խորհուրդ կտաս կարդալ քո հետևորդների մեջ Դե յալոմ չեմ ուզում էլ ասեմ ստեղով եկել յալոմ ասել է բայց համաձայն եմ առհասարակ յալոմ մի հոգի ասեմ մսելի Տաթևը Խաչատրյան mindfully ու իրեք գիրքն է յալոմ ասած հա ու երբ որ մտա ես իր բանը գրապարանը նայում եմ յալոմ ասում լավ հա բարձա հելա Չէ յալոմ ամեն դեպքում հա բայց չէ յալոմ չեմ ուզում ասեմ Գեսեյ Սիդխարխան Օ նոր խոսում ենք հա շատ խորհուրդ կտամ ֆանտաստիկ հա ինքնաճանաչման անձնային լավագույն կոմենտը ես այդ գիրքը կնվիրեմ երկու հատ ունեմ իրանից հոյակապ գիրք է մյուսը երևի Նիցշեի տակ գվարիլ Զարատուստրա էլի ֆանտաստիկ բան է Իսկ ոչ շատ դժվար է հա շատ դժվար է բայց մյուս 4 ես կարդում քնում ես հա ես կարծում լավ գիրքը պետք է դժվար լինի անկեղծ իմ կարծիքը մյուսն էլ Տերևի ամեն դեպքում գեղարվեստական անպայման նշենք Դոստոևսկի Բրատյա Կարամազովը ես կարծում որ այնտեղ այդ մարդկային փսիխոտիպի մասին ինչ ուզում ես իմանաս այնտեղ կա պլյուս Դոստոևսկին համաշխարհային գրականության են դեմքերից է որ եթե դու ուզում ես գրականություն կարդաս գոնե կյանքում երկու հատ Դոստոևսկիս գիրք կարդաս որովհետև չկա իր նման երկրորդ ու ինչա մարդը հարցի պատասխանը իր գրքերի մեջ ինձ թվում ամենաիդեալականը կա ոնց որ ինչ-որ բան Դե սիրելիներս այսօր մեր հյուրը այլ կարծիքի համահիմնադիր 50% այլ կարծիքի կեսը այլ կարծիքի կեսը Պոդքասթ, որը շատերիդ համար կարա լինի պրովոկացիոն, պոդքասթ, որտեղ դուք կլսեք բառեր, որ ձեզ հաճելի չեն, որտեղ չկա ոնց ասեմ, ասենց յուվելիրնի սարքած կյանք, որտեղ երկու աղջիկ խոսում են, այլ խոսում են լրիվ իրականությունից ու լրիվ այն խնդիրներից, որ բախվում ենք մենք բոլորս։ Շո, Նելի Էջը երևի բոլորդ գրեք, եկեք ու իշեք Instagram-ով հոգեթերապիա անելը մի քիչ դժվար է։ Հա, այդ ես պատկերացնում եմ այդ նամակների տարափը, ճիշտ սենց նամակ է գալի, բայց դու պետք է մի հատ մարդու աչքերի մեջ նայես։ Մեր հյուրը Նելի Արսենյանն էլ, пока։